Դարձա հանրապետական փուլի հաղթողներից մեկը բերվում է կամ Հովհաննես Մկրտչի կամ Ստեփանոս Նախավկայի մասունքը ու կատարվում է բլրի վրա Անդաստանի արարողակարգ։ Իսկ հաշվի ես առնում, որ այս արհեստական բանականության իհայտ գալով աշխատաշուկայում փոփոխություններ են լինում։ Ամենաբարձր միավորներ հավաքողներից մեկը նենց աշակերտ էր, որ ինքը չէր սովորում ուղղակի դպրոցում։ Սկզբից վախենում էի, ասում էի, ինչի հենց ես ընտրվեցի, մեզ պատասխանատվություն ընկավ իմ վրա։ Հետաքրքիր է աշխարհագրությունը։ Անկեղծ չէի սպասում, որ ես էլ կբարձրանամ բեմ։ Մենք պետք է այլ ավելի աշխատենք, այլ ավելի ձգտենք, մեզ պատասխանատվությունը Հայաստանում ապրելը։ Ինչպիսի զգացողություն է լինել ամենամեծ ակումբը։ Հենց դեպի բարձունքը փոխեց իմ մտահորիզոնը, իմ աշխարհ հայացքը, կան հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր, դեպի բարձունք նշանակում է ճանապարհ դեպի լեռ։ Ողջույն։ Ուզում եմ մի փոքր պատմել Դեպի բարձունք ոդքասթի մասին։ Մեր եթերը ամբողջությամբ լցված է լինելու նոր սերնդի խոսքով, խնդիրներով, ապրումներով եւ հույսերով։ Մի խոսքով ոդքասթը լինելու է պատանեկան, իսկ ես լինելու եմ այն միջնորդը, որը կստեղծի կապը ձեր եւ իրենց միջեւ։ Ոդքասթի հյուրերը լինելու են Դեպի բարձունք ակումբի անդամները Հայաստանի ամենատարբեր բնակավայրերից։ Դե բնականաբար ծրագիրը կայացնելու համար ձեր աջակցությունը խիստ օգտակար կլինի։ Ծրագրին կարող եք աջակցել, կատարելով նվիրատվություն, նկարագրությունների բաժնում գտնվող հաշվեհամարին կամ պարզապես բաժանորդագրվելով մեր YouTube-յան ալիքին։ Ողջույն բոլորին, եթերում Դեպի բարձունք ոդքասթն է, այսօր մեր հյուրն է Մաստարայի ակումբից Անյուտան։ Ողջույն Անյուտա, ինչպե՞ս ես։ Բարև ձեզ, լավ, շնորհակալություն դուք։ Ես էլ եմ լավ, շնորհակալ եմ, որ այսօր եկել ես, մեզ հետ ես։ Ես եմ շնորհակալ։ Մի քիչ կպատմես քո մասին։ Ես Մաստարայի միջնակարգ դպրոցում եմ սովորում, 16 տարեկան եմ։ Իմ մասին սովորում եմ լավ, 11-րդ դասարանում, գերազանց, շատ տարբեր հետաքրքրություններ ունեմ, հենց կրթության ոլորտում էլ, հիմնականում, ասենց ասած իմ գործունեությունը ես ընդեղ եմ ծավալում, մասնակցում եմ բազմաթիվ մրցույթների, օլիմպիադաների ու ի ուրախություն ինձ շատ հաջողություններ եմ գրանցում։ Հրաշալի, ո՞նց ես միացել ակումբին։ Ակումբի Դեպի բարձունքի մասին հենց իմացել ենք մենք 2024 թվականի հոկտեմբերին, մրցույթային հենց առաջի փուլերից ներկա եմ եղել, ես էլ եմ մասնակցել, մինչև 2025 թվականի փետրվարին մեր ակումբը ձևավորվել է։ Շատ լավ, ասեցիր, որ լավ ես սովորում, ինչպես ես առհասարակ նայում կրթությանը։ Կրթությանը դե նայում եմ ոնց որ կրթությունը լինի իմ ապագայի հիմքը, էլի։ Իսկ առհասարակ կրթությանը որպես մեծ, ինչի է ինքը կարևոր։ Դե առանց կրթության ներկայիս հասարակության մեջ, առանց գիտելիքի թեկուզ մինիմալ չափով դու չես կարա, ասենց ասած գոյատև ես հասարակությունում, դրա համար կրթությունը շատ կարևոր է, մանավանդ հիմիկվա համար ու ապագայի համար, որովհետև ապագայում էլ ավելի կարևոր կլինի այդ տեխնոլոգիաների զարգացման հետ կապված ու առանց կրթության կարելի է ասել հասարակության մեջ դեր չես ունենա, շատ քիչ։ Հրաշալի, ինչպես ես պատկերացնում քո կրթությունը, քո կրթության շարունակությունը դպրոցից հետո։ Դպրոցից հետո ուզում եմ կամ ավելի շուտ պետք է ընդունվեմ համալսարան, Երևանի, չէ, պարտադիր է էլի ընդունվեմ, չեմ կարա չընդունվեմ, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ բաժին։ Ինչի ես հենց տնտեսագիտություն ուզում։ Սկզբից ծրագրավորում էի ուզում, բայց հետո մասնակցեցի Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադային ու դարձա հանրապետական փուլի հաղթողներից մեկը, ուղղակի լեզու չիմանալու պատճառով մենք դպրոցում անգլերեն չենք անցնում, միջազգային օլիմպիադա գնալու հնարավորություն չունեի ու ոնց որ այդ շրջանում, որ անընդհատ տնտեսագիտությունն ուսումնասիրեցի, հենց որոշեցի, որ տնտեսագիտությունը իմն է արդեն, ասենց։ Շատ լավ, իսկ հաշվի ես առնում, որ այս արհեստական բանականության իհայտ գալով աշխատաշուկայում փոփոխություններ են լինում ու նոր մասնագիտություններ են ավելանում, այս մասնագիտություններն էլ գուցե հնանան ու էլ պետք չկան, այդ ամեն ինչ հաշվի ես առել։ Հա, այդ ամեն ինչը հաշվի եմ առել, սենց ասած էլի տնտեսագիտության լեզվով շուկան ուսումնասիրել եմ,
ու ինձ չի թվում, որ առանց տնտեսագետի, մանավանդ եթե լավ տնտեսագետ է, լավ մասնագետ է, ինչ որ մի բան կարա հետագայում լավ ընտանա մարդկանց բիզնեսների մեջ, ընդհանուր պետության տնտեսության մեջ, որովհետև արհեստական բանականությունը չի կարա այդ ամեն ինչը այնքան էլ անի, վերջը սխալներ թույլ է տալիս։ Շատ լավ, իսկ ինչ հետաքրքրություններ ունես դրանից բացի։ Մաթեմատիկան է մի հետաքրքրությունս, գրքեր եմ սիրում կարդալ ու աշխարհագրությունով եմ շատ հետաքրքրված։ Հետաքրքիր է աշխարհագրությունը։ Ինչի՞ է սիրում աշխարհագրությունը։ Աշխարհագրություն դե հենց առարկան 6-րդ դասանից սկսեցինք անցնել ֆիզիկական աշխարհագրություն, մայրցամաքների աշխարհագրությունը շատ դուրս եկավ ու դրանից հետո արդեն սկսվեց, անցած տարի էլ մասնակցեցի աշխարհագրության օլիմպիադայի հանրապետական փուլին ու սկսեցի մասնակցել օլիմպիական խմբակին, հենց օլիմպիական խմբակն էլ վարում է աշխարհագրության առարկայական հանձնաժողովի նախագահան ու ավելի հետաքրքիր բաներ սկսեցինք սովորել օլիմպիադային պետքական ու ոնց որ առանց աշխարհագրության մի տեսակ այն չլինի էլի, թե դպրոցական ծրագիրը, թե ես։ Շատ լավ։ Հիմա մի փոքր կպատմես քո համայնքի մասին։ Մեր համայնքը Թալին համայնքի ամենամեծ գյուղն է, Մաստարան ու ամենահին գյուղերից մեկը։ Մեր գյուղը հայտնի է իր Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցով, որը հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է համարվում, 5-րդ դարում կառուցված ու առաջին եկեղեցին է, որ կառուցվել է առանց սյուների ու հենց տարբեր եկեղեցիներ, օրինակ մեկը հենց Կարսի եկեղեցին, կոչվում է Մաստարայատիպ, որովհետև մեր եկեղեցու նման են կառուցված, ընդհանուր մեր համայնքում շատ կան սրբատեղիներ, սրբատեղիներով է հայտնի, բլրի վրա գտնվող Սուրբ Ստեփանոս նախավկան, ամեն տարի կրկնազատիկին ուխտի օր է համարվում մեր գյուղի համար ու մենակ ոչ մեր գյուղից, մեր Թալին համայնքի տարբեր գյուղերից, տարբեր մարզերից գալիս են, բերվում է կամ Հովհաննես Մկրտչի կամ Ստեփանոս նախավկայի մասունքը ու կատարվում է բլրի վրա Անդաստանի արարողակարգ։ Հիմնականում դրանով է հայտնի, մեր դպրոցն էլ շատ հաջողություններ ունի, հայտնի է, իսկ մեր համայնքը շատ լավ համայնք է, հյուրասեր, մարդասեր, բարի միմյանց նկատմամբ, ոնց որ բոլորս մի ընտանիքից լինենք։ Հրաշալի, շատ հավես է ու շատ լավ է, որ այդպես տիրապետում ես ձեր համայնքին, հուշարձաններին եւ այլն, կապված ես համայնքի հետ։ Շատ։ Այդտեղ էլ մնալու ես, չէ՞, չես գնալու։ Դե ապագաս Երևանում եմ պատկերացնում, բայց դե իհարկե առանց ծննդավայրի, առանց մեր գյուղի չի լինի։ Այնքան էլ ապրեմ, վերջը պետքա գնամ այնտեղ, որ սենց ասած կարոտս առնեմ։ Ամեն դեպքում այնտեղ լինելու ես։ Շատ լավ։ Հիմա արի մի փոքր խոսենք դեպի Բարձունք ակումբի մասին, երբ է ձևավորվել ձեր դպրոցում, ասեցի երբ է ձևավորվել, ոնց է ձևավորվել, քանի հոգի եք, ինչ ակտիվ եք, ակտիվ չեք, մի խոսք։ Հա, նշեցի, ձևավորվել է 2025-ի փետրվարին, սկզբից քիչ էինք, մոտավոր 25-ից 30 հոգի ու շատ, սենց ասած, կպած էինք այդ գործին, բոլորս աշխատում էինք, ամենքս մեր ուժերից վեր նույնիսկ, որ կարողանանք մրցույթային փուլը հաղթահարենք, մինչև կայացավ փետրվարին ընտրություններ, ընտրեցինք նախագահ, 4 փոխնախագահները, ես սկզբից 4 փոխնախագահների մեջ էի, դրանից հետո արդեն շատացանք, ավելի ընդլայնվեցինք, ներգրավեցինք 8-րդ դասարան, չէ, ժամանակ 7-րդ դասարանից շատ մասնակիցներ ու մինչև արդեն սեպտեմբերից 7-րդ դասարանցիները եկան, նոր աշակերտներ, թեկուզավակ դասարաններից որոշեցին, որ իրանք է պետքա միանան ու շատ աշակերտներ կային, ովքեր գերազանց առաջադիմություն չեն ցուցաբերում դպրոցում, միջին սովորող են, բայց որ տեսանք իրանք ոնց են աշխատում դեպի Բարձունքում, ինչ միավորներով որ նայում էինք, օրինակ ամենաբարձր միավորներ հավաքողներից մեկը նենց աշակերտ էր, որ ինքը չէր սովորում ուղղակի դպրոցում, բայց կապված էր դեպի Բարձունքի հետ, ավելի ընդլայնեցինք, հիմա ամենամեծ ակումբն ենք, չգիտեմ, ամենաակտիվն ենք թե չէ, բայց միավորներով առաջատարն ենք։ Ինչպիսի զգացողություն է լինել ամենամեծ ակումբը։ Մեծ պատասխանատվություն է, հիմնականում հեշտ չի այդ մոտ 68 հոգի ենք, այդ 68 հոգուն ամենքը տարբեր, սենց ասած, կառավարել է ու պետք է նենց անենք, որ պահենք մեր այդ դիրքերը,
ուզում ենք հետագայում 12-ները կավարտեն, բայց նոր 7-երից ավելի շատ մարդիկ ընդգրկենք, ավելի շատանանք ու արդեն սկսենք ավելի շատ աշխատել որակի վրա։ Ճիշտ է, այնքան էլ կա, բայց միշտ աշխատելու տեղ կա ու տեսնենք հետագայում ինչ կլինի։ Հրաշալի։ Իսկ ո՞րն է ձեր ակումբի ամենամեծ ձեռքբերումը ըստ քեզ։ Հենց դեպի բարձունքը, որ կա մեր դպրոցում, հենց ասած ակումբն է մեր ձեռքբերումը ու այն գաղափարները, որ ձեռք ենք բերել հենց ակումբին միանալուց հետո։ Հրաշալի։ Դու ինչ դերակատարում ունես ձեր ակումբում։ Ես նախագահն եմ մեր ակումբի ու շատ բան է ինձնից կախված։ Չգիտեմ այնքանով եմ լավ կատարում իմ նախագահի դերը այնքան չէ, բայց ինձ շատ են օգնում մեր փոխնախագահները, Լեռնաշխարհի ու մեդիա փոխնախագահները ու իրանց հետ ավելի հեշտ է լինում կառավարելը ու ինձ այդ երեխեքին կառավարելու գործում մեծ օգնում է մեր դպրոցի աշխարհագրության ուսուցչուհին ընկեր Զաքարյանը ու առանց իրա ես մի տեսակ էլ չեմ պատկերացնում ոնց կարամ այդքան երեխու համախմբեմ։ Դու սկզբում դու չէիր նախագահ, հետո ես չէ ընտրվել, ճիշտ եմ։ Երբ ընտրվեցիր, ինչ զգացողություններ։ Սկզբից վախենում էի, ասում էի, ինչի հենց ես ընտրվեցի, մեծ պատասխանատվություն ընկավ իմ վրա, բայց հետո քիչ-քիչ ընտելացա ու հիմա սենց չեմ էլ ուզում պաշտոնս սենց ասած պաշտոնս զիջեմ ինչ-որ մեկին, որովհետև նոր շրջապատ ձեռք բերեցի, տարբեր ակումբների նախագահները, որը շատ օգուտ տվեց ու երեխեքն էլ շատ երեխեք կան, որ ասում են առանց քեզ մենք չենք պատկերացնում մեր ակումբը։ Բայց պետք է ասեմ, չէ՞ որ ինչ որ պահի պետքա փոխվի ու արդյոք պատրաստում ես մեկին կամ չգիտեմ, պատրաստում ես ինչ որ մարդկանց, ովքեր քեզնից հետո քեզ մեր փոխնախագահները, հենց Լեռնաշխարհի ու մեդիա փոխնախագահները, իրանք շատ ուժեղ են աշխատում, կարող է պահա գալիս ինձանից էլ լավ են իրանք աշխատում ու սենց ասած վստահ եմ, որ ակումբս ես որ գնացի, ավարտեցի կամ հրաժարվեցի պաշտոնից, ապահով ձեռքերում կլինի։ Հրաշալի։ Ըստ քեզ ձեր ակումբը սովորական է թե յուրահատուկ։ Յուրահատկությունն է, որ մեծ է, բայց այդքան է յուրահատկություն չի, բայց չէ, սովորական դեպի բարձունք մնացած, չգիտեմ, մնացած ակումբների նման երևի։ Դուք մեր համագումարի ժամանակ նախ դու երրորդ տեղը գրավեցիր լավագույն նախագահ մրցանակաբաշխության մեջ, ինչ զգացողություններ, արդյոք պարտավորեցնող էր, թե մի խոսքով ինչ զգացիր այդ պահին։ Անկեղծ չէի սպասում, որ ես էլ կբարձրանամ բեմ, որպես երրորդ լավագույն նախագահ, երրորդ հորիզոնական, բայց ոնց որ բարձրանալուց հետո հասկանալով ինչ մրցանակ եմ ստացել, ավելի պարտավորվեի, որ եթե հավաստագրի վրա գրված էր Մաստարայի ակումբի կայացման անգնահատելի դեր ունենալու, նենց անենք, որ այդ դերը ավելի մեծանա ու մեր ակումբը ավելի սենց զարգանա, ավելի առաջ գնա ու ավելի լուրջ նայի դեպի բարձունքին։ Իսկ երբ ձեր ակումբը ամենահզոր ակումբը ճանաչվեց, այդ ժամանակ ինչ զգացիր։ Մենք սպասում էինք, դրան արդեն սպասում էինք, որ մի նոմինացիայում մենք կլինենք ու հենց այդ ակումբին ավելի պարտավորեցնող է, ամենահզոր ակումբ ու այս վերջերս պետքա մեր երեխեքին ավելի համախմբենք, նենց անենք, որ ավելի արագ, ավելի շատ աշխատեն, ավելի տեմպով։ Ես հենց այսօր ժողով եմ արել երեխեքի հետ ու ասել եմ, որ մենք պետքա էլ ավելի աշխատենք, էլ ավելի ձգտենք, որովհետև այն մրցանակը, որ ստացել ենք մենք, որպես ամենահզոր ակումբ, շատ պարտավորեցնող է ու պետքա էլ նենց անենք, որ պահենք մեր դիրքերը։ Հրաշալի է, որ այդպես եք տրամադրված հաջորդ համագումարին, ուրեմն անպայման էլի ձեզ մրցանակակիր ենք 70 հոգով կգանք հաջորդին։ Հրաշալի։ Հիմա մի քիչ խոսենք հայրենիքի մասին, ինչ է քո համար հայրենիքը։ Հայրենիքը մի քիչ շաբլոն կլինի, բայց իմ ծննդավայրն է գլխավորը, բայց հիմա ծննդավայրը, ընտանիքը, այն տարածքը, որտեղ ես ապրում եմ, սենց մեր կյանքի հիմքն է համարվում մեր հայրենիքը
ու մեծ պատասխանատվություն է, իմ հայրենիքը հենց Հայաստանն է, ու մեծ պատասխանատվություն է Հայաստանում ապրելը, որովհետև ամեն ինչ պետք է անես քո երկրի կայացման, զարգացման ու հզորացման համար։ Ինչի ոչ օրինակ գնալ Շվեյցարիա ու Շվեյցարիան հզորացնել։ Դե եթե Շվեյցարիայում ծնված լինեի, կասեի, որ Շվեյցարիային պետք է հզորացնեմ, բայց երևի մտածելակերպից է, որովհետև ինձ թվում է, որ տենց հայ շատ 1000-ից 1 կարա պատահի, կամ նույնիսկ միլիոնից 1, որ թեկուզ մի փոքր մտածած չլինի իր երկրի հզորացման մեջ, ու շատ կարևոր է, որ եթե օրինակ առաջ հնարավոր է մտածեի, մի սրանից 2-3 տարի առաջ, հա, ես մի հոգով 3 միլիոնանոց Հայաստան, այդ մի հոգին ինչ պետք է անի, որ այս հայրենիքի համար, բայց հիմա արդեն փոխվել է մտածելակերպս ու ամեն ինչ հենց մեզնից է կախված, էլի յուրաքանչյուրս մեր մեծ ներդրումը պետք է ունենանք։ Շատ ճիշտ միտքեր, ապրես, իսկ ինչ հայրենիք ես դու երազում։ Գլխավորը այն է, որ մենք մեր հույսը մեր վրա դնենք հենց ու չվստահենք այն մնացած պետություններին, եթե չեմ սխալվում, Բայրոններ ասե, չկան հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր, ու այդենց պետություն չկա, որի սրտե կարա մեզ օգնի, մենք մեր հույսը պետք է մեր վրա դնենք ու պատմությունից դասեր քաղենք։ Էլի մի հատ տենց լավ միտք է, ասում եմ, մենք պատմությունից սովորել ենք, որ պատմությունից ոչինչ չենք սովորել, այդ հազարամյա պատմություն ունենք, մի քանի հազարամյա, ու այդքանից մեզ դաշ չի լինում, որ մեր հույսը մենք հենց մեր վրա պետք է դնենք, որ ունենանք մեր երազած անկախ, կայուն, անվտանգ, խաղաղ հայրենիքը։ Շատ ճիշտ միտք ասացիր, իրականում դա մեր մեծ խնդիրն է, ու հուսով ենք, որ ձեր սերունդը, ինչու ոչ նաև իմ սերունդը կարողանա մեր սխալները ուղղել։ Իսկ դու ով ես քո երազած հայրենիքում։ Ես երևի լավ մասնագետ, ու ոչ միայն մասնագետ, լավ հայ, ով իր ներդրումը կունենա էլի երկրի կայացման, զարգացման մեջ, ու հուսամ այս մտածելակերպը շատերի մեջ կար, ու այս եկող սերունդի մեջ էլ կլինի, շատ կարևոր է այդ գիտակցումը, որ ապագայի հայրենիքում մենք մեր մեծ դերը պետք է ունենանք ու հենց մենք պետք է նպաստենք մեր երկրի հզորացմանը ու զարգացմանը։ Հուսամ դու էլ կօգնես, որ այդ սերունդները այդ գիտակցումը ունենան, ինչը որ դու ունես, հիմա օգնում ես, որ ձեր ակումբում այդպես լինի, հուսով եմ, ու հուսամ այդպես կշարունակես։ Իսկ դեպի բարձունքը քեզ օգնում է, որ լինես այդպիսինը։ Հենց դեպի բարձունքն է օգնում, ես կասեի, որովհետև հենց դեպի բարձունքը փոխեց իմ մտահորիզոնը, իմ աշխարհայացքը, առաջ մտադրություն ունեի ապագայում գնալ Եվրոպայում ապրել, Եվրոպայում կարիերաս, ապագաս այնտեղ կառուցեի, շարունակեի, բայց այս վերջերս եկային գիտակցությանը, որ եթե ոչ ես ելով ամեն մարդ, որ այդպես մտածի, այս 3 միլիոնից 1 միլիոն էլ չի մնա։ Հրաշալի, շատ լավ մտքեր ես ասում, ու մի հարց էլ տամ, առավելագույնը ինչ կարող է անել քո տարիքի պատանին հայրենիքի համար։ Առավելագույնը սովորելը մեկ, իմ տարիքի համար, որ մասնակցի այս կրթական, հայրենասիրական շարժումներին, որ իրանց մտահորիզոնն էլ փոխվի, եթե ավելի գիտակցված սերունդ լինեն, շրջակա միջավայրը մաքուր պահի, գնահատի իր երկրի արժեքները, չկորցնի, չթողի որ կորցնեն։ Ու կարևորը մեծ երազիչ է։ Հա։ Շատ լավ, դու առաջին անգամ ես եթերում։ Հա։ Օգտագործելով մեր եթերը, ինչ կոչ կուզես անես։ Ում։ Քո տարեկիցներին։ Իմ տարեկիցներին թող լավ սովորեն, կրթությունը մեծ բան է, որ եթե այս տարիքում չստացար, հետագայում դժվար է ստանալը, թող շատ գրքեր կարդան, մանավանդ հայկական պատմավեպեր, որովհետև դրանից էլ մեծ դասեր կարան քաղեն, սիրեն հայրենիքը ու գնահատեն այն ինչ ունեն։
Ուրեմն տամ վերջին հարցը, եթե դեպի բարձունքը ճանապարհ լիներ, ուր կտաներ։ Դեպի բարձունքը հենց իմ մեջ sense արմատացած է, որ դեպի բարձունք նշանակում է ճանապարհ դեպի լեռ, հենց դենց էլ պատկերացնում եմ ու Արարատ լեռը։ Հրաշալի, շնորհակալ եմ շատ Անյուտա ջան, որ այսքան լավն ես, այսքան լուսավոր ես։ Ես եմ շնորհակալ։ Հուսով եմ այս գաղափարներով կշարունակես ու միասին լիքը բաներ կանենք։ Շնորհակալ եմ, որ եկել էիր։ Ձեզ էլ շնորհակալություն, որ մեզ դիտում էիք։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Շնորհակալություն։